Հաղորդման գործընկեր նոր արքայազոր ռեստորանային համալիր։ Սիրով բոլորին հրավիրում ենք նոր արքայազոր ռեստորանային համալիրի փակսրահ վայելելու ամենօրյա շոու ծրագրերը և համեղ խոհանոց։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ իմ հյուրն եք համեցեք։ Տիկին Թորոսյան, ինչ է կարծում, հաջողության հասնելու համար շատ բան է անհրաժեշտ։ Չի ասի, շատ քիչ բան է անհրաժեշտ։ Օրինակ, սիրել կյանքը, սիրել մարդկանց։ հաջողության ձեր կենսափորձով կիսվեք այսօր մեզ հետ։ Համեցեք։ Փոքր մարդիկ շատ բան են պահանջում ուրիշներից, իսկ առավել խելամիտներն իրենցից։ Ահա այսպես մեծ նպատակներ դնելով ու դրանց ետևից շատ մեծ քայլերով գնալով հարթում է իր ճանապարհը, հաջողության ճանապարհը մեր այսօրվա հյուրը, փաստաբան Անի Թորոսյանը։ Բարև ձեզ եւ շնորհակալ եմ մեր ժամանակ հատկացնելու համար։ Բարև ձեզ Անահիտ ջան, շնորհակալ եմ հրավերի համար։ Տիկին Թորոսյան, հաջողության ճանապարհի մեկնարկը երբ դրեցիք, ինչ եք կարծում։ Դա շատ վաղուց էր։ Իմ հաջողության ճանապարհը իրականում ես սկսել եմ, երբ արդեն ուսանող էի, քանի որ փնտրտուքների մեջ էի, թե ինչ եղանակով եւ ինչ կերպ կարելի է աշխարհն ավելի լավ դարձնել։ Գաղտնիք կլինի, եթե ես բացեմ, որ ես իմ առաջին կրթությամբ մեխանիկ մաթեմատիկ եմ, եւ ստացվեց այնպես, որ շարունակեցի կրթությունս իրավաբանության բնագավառում եւ դրան ունեի պատճառ, քանի որ ինձ շատ հարազատ ազգականից մոտ էի աշխատում, իմ օրաքրոջ մոտ էի աշխատում, նա փաստաբաներ են ժամանակ, իր գրասենյակում եւ միաժամանակ մի քանի փաստաբանի, 4 փաստաբանի օգնական էի ես։ Եվ այնքան սիրեցի այդ մասնագիտությունը, երբ դեռ աշխատում էի օգնական, երբ հասկանում էի, թե ինչպես կարելի է օգնել եւ օգտակար լինել մարդկանց, ես ուղղակի սիրահարվեցի այդ մասնագիտությանը։ Եվ որոշեցի իմ մեխանիկայի եւ մաթեմատիկայի գիտելիքները դնել մի կողմ եւ շարունակել իրավագիտության ոլորտում։ Դուք մտածում եք, որ դրեցիք մի կողմ, թե այսօր կիրառվում են այստեղ։ Բնականաբար իմ տրամաբանության եւ իմ գիտակցությանը շատ է օգնում, բայց որպես մասնագիտություն այլևս չեմ կիրառում։ Այս թվում է կան մասնագիտություններ, որոնք առանձնահատուկ սեր են պահանջում մարդու նկատմամբ։ Այդ մասնագիտություններից մեկի կրողը հենց դուք եք։ Իրականում ես շատ սիրում եմ աշխարհը, շատ սիրում եմ կյանքը, շատ սիրում եմ մարդկանց եւ դա այն փոքրիկ հնարավորությունն էր, որով հնարավոր է մարդկանց որևէ կերպ օգնել, որևէ կերպ օգտակար լինել։ Եվ իմ գործերը ընտրելիս, մինչ օրս իմ գործերը ընտրելիս հիմնականում ես առաջնորդվում եմ այն սկզբունքով, որ եթե հնարավոր է մարդուն օգտակար լինել նույնիսկ հաշտության տանելով, ապա տանել այդ ճանապարհով, այսինքն ավելորդ չլարել, ավելորդ կոնֆլիկտի չտանել, իսկ եթե այսինքն այլ որևէ հնարավորություն չկա, ապա ընտրում ենք, այսպես ասած, ամենահնարավոր անվտանգ ճանապարհը։ Մարդու տեսակն երևում է իր մասնագիտության մեջ։ Անպայման։ Այ դուք ասացիք, որ իմ գործերն ընտրելիս, ինչպես է գործընթացը կառավարվում, ինչպես եք ընտրում գործերը ու այդ ընտրությունը ասելով ինչ նկատի ունեիք։ Իրականում խորհրդատվություն տրամադրելիս անձը մոտենում է իր խնդրով խորհրդատվության եւ եթե կարիք է առաջանում շարունակել գործը, վարել գործը, ապա ինձ համար շատ մեծ կարևոր ֆիլտր է հասկանալ, թե ում հետ գործ ունեմ եւ ինչ գործով ես պետք է ուղեկցեմ այդ մարդուն այդ կոնկրետ ճանապարհին։ Եթե ես ընթացքում հասկանում եմ, որ այսպես ասած դա էկոլոգիական գործ չէ, էկոլոգիապես մաքուր գործ չէ եւ դրա արդյունքում օրինակ կդժբախտանա ընտանիք, կդժբախտանա երեխա, հազար ու մի վատ հետևանքներ, ես պարզապես շատ փորձում եմ լավ բացատրելով, բարի կերպով, բայց բաժանվել այդ հաճախորդից եւ չեմ ստանձնում այդ գործը, որովհետեւ ինձ համար շատ կարեւոր է ներքուստ բալանս ունենալը եւ ներքուստ համոզված լինելը, որ իմ գործը արդար է եւ իմ պահանջը իրականում արդար է։
Կար ժամանակ, որ այս մասնագիտությունն ավելի շատ տղամարդկանց էր հատուկ, այսօր փոխվել է մի տեսակ։ Այ դուք ընտրեցիք մասնագիտությունը, այդ ժամանակ էլ թերևս կանեք շատ չէին այստեղ։ Դժվար չէր այս պարագայում, այս միջավայրում, որտեղ ավելի շատ տղամարդիկ են հարթել ճանապարհ։ Պատկերացրեք սկզբում մոտ 20 տարվա ճանապարհ ունեմ ես անցած եւ սկզբի տարիներին այո այդ մոտեցումը կար, որ եթե հաստաբանը տղամարդ է, ապա գուցե ավելի վստահորդը կամ պաշտպանյալը ավելի ուժեղ իրեն կզգա, ավելի պաշտպանված կզգա իրեն, բայց ինձ մոտ շատ արագ անցավ այդ ընթացքը, քանի որ մարդիկ հավանաբար ինձ հետ շփվելիս իրենց վստահություն փոխանցվում էր եւ ես շատ արագ անցա այդ ճանապարհը, բացարձակ խնդիր չեմ ունեցել, ասեմ ավելին, նույնիսկ կանացի մտածելակերպը ավելի օգնում է։ Դա ես ուզում Չի ուզենա տարբերակում դնել, բայց կանայք հաճախ ավելի ճկուն են մտածում եւ ավելի էմոցիոնալ են եւ զգում են էմոցիոնալ եւ կարողանում են նույնիսկ իրենց հաճախորդի կամ վստահորդի հետ ավելի էմոցիոնալ կապը պահել։ Օրինակ ես բազմաթիվ զինվորական գործեր եմ վարել, երբ ծնողները ուղղակի երբ ես էի վերցնում, ես էի ստանձնում այդ գործը, ծնողները ասում էին մենք հանգիստ ենք, որովհետեւ գիտենք, որ իմ տղային դու մայրիկի պես եք վերաբերվելու։ Այսինքն այդ բալանսը իրականում պահվում է էմոցիոնալ եւ նաեւ իհարկե գիտելիքների առումով եւ որոշ առումով նաեւ գործեր կան, որ այդ ավելի հանգստություն է անհրաժեշտ, քան օրինակ ուժ։ Որտեւ այս դեպքում միշտ չէ, որ ուժը հաղթում է։ Լինում է, որ պետք է ուղղակի խելամիտ ավելի ընտրել տակտիկան եւ հասնել հաջողության։ Իսկ տղամարդկանց թե կանանց հետ ավելի հեշտ է գործակցել։ Ինձ համար որևէ տարբերություն չկա, հավասարապես։ Ես վստահ եմ, որ ձեր անցած ճանապարհին եղան նաև խոչընդոտներ, խնդիրներ, հիասթափեցրին դժվարություններ, հիասթափեցրին դրանք ձեզ։ Դժվարություններ անխոս շատ եմ ունեցել եւ մինչ օրս չի կարելի ասել, որ ճանապարհը հարթ է եւ առանց որևէ դժվարության, սակայն պետք է ուղղակի ավելի իմաստուն գտնվել եւ այդ դժվարությունը անցնել։ Եվ յուրաքանչյուր դժվարություն ինձ ավելի ուժեղ է դարձնում։ Այո, հատկապես առաջին 5 տարին շատ դժվարություններով եմ անցել, սկսած հաճախորդի, մեր պատվիրատուների, վստահորդների հետ հարաբերություններից, մինչև դատարան, քննչական մարմիններ, շատ են եղել իրականում։ Ու բոլորը կարելի ասել կապված են մարդկային փոխհարաբերությունների հետ։ Երբ անձը իրեն օրինակ սխալ է դրսևորել, որը ես չեմ հանդուրժել, կամ եղել է դեպք, որի մասին օրինակ կուզենայի խոսել, մի քրեական գործով բավականին աշխատանք էի կատարել եւ դա կարելի ասել երևի երկրորդ կամ երրորդ քրեական գործներին, որ ստանձնել էի։ Եվ իսկապես շատ մեծ ծավալի աշխատանք էի կատարել, այսպես ասած բողոքել էի ու բողոքարկել էի ամեն ինչ հնարավոր է, եւ իմ պաշտպանյալը կալանավոր էր, իմ պաշտպանյալի կինը մոտեցավ, ասաց գիտեք, մենք որոշեցինք, որ այլևս չենք ուզում ձեզ հետ շարունակել։ Ինձ համար շատ նախ պատճառն էր հետաքրքիր, ուզում եի հասկանալ ինչու, որովհետև ես փորձում եի գոնե վերլուծել, որ վատ չեմ աշխատել այդ գործով։ Ասում եմ, գիտեք, մենք չէինք ուզում, որ դուք այդքան բողոքարկեք, դուք չափից ավել շատ եք բողոքարկել, եւ կարող է հնարավոր է հետո ձեր բողոքարկումները խանգարեն մեր գործին։ Իհարկե ես շատ վատ զգացի, նույնիսկ առաջին անգամ այս մասին խոսում, երբ այդ կինը գնաց, ես արտասվել եմ, շատ հուզվել եմ, որովհետև ասում եի, լավ, միթե մարդիկ դա կարելի այլ կերպ անցնել։ Հետագայում շատ մի քանի ամիս անձից պայմանագիրը լուծեցի, մի քանի ամիս անձ իհարկե վերադարձան այդ մարդիկ, խնդրեցին նորից ստանձնել գործը, ես շատ դժվարությամբ, բայց քանի որ բավականին աշխատանք ունեի տարած, շարունակեցի այդ գործը եւ շատ մեծ հաջողության հասանք այդ գործով, բայց ինչ խոսք ինձ բավականին դժվար էր հասկանալ այն, որ վստահորդը կարող է ասել, մենք չենք ուզում այլևս, որ դուք շարունակեք։ Բայց բնականաբար շատ են լինում եւ դա նորմալ է, քանի որ մեր դատական գործերը այդպես վարդագույն չեն, միշտ ունենք հակառակ կողմեր, միշտ ունենք վեճ, բնականաբար առանց վեճի մենք դատարան չենք հասնում։ Հետևաբար դա պիտի լինի, բայց պետք է լինել այնքան խելամիտ, որ կարողանալ ճիշտ անցնել։ Եվ ինձ համար օրինակ քիչ չեն դեպքերը, երբ նույնիսկ հակառակ կողմից նույն դատականիստից առաջ կամ հետո, երբ ստանում եմ այդ գովեստի խոսքերը, որ ասում են մենք շնորհակալ ենք, որ թեկուզ դուք հակառակ ճամբարում եք, բայց շատ հարգանքով եք վերաբերվում մեզ։ Այնպես որ պետք է ուղղակի կարողանալ ճիշտ կառավարել այդ կոնֆլիկտը։
Ես վստահ եմ, որ այս անցած 20 տարիների ընթացքում հաջողության ձեր բանաձևը ստեղծեցիք։ Այո։ Սերը մեծ սերը, սեր դեպի մարդ, սեր դեպի կյանք եւ յուրաքանչյուր անձ, ում հետ ես աշխատում եմ, ում հետ ես թեկուզ առնչվում եմ ընդամենը 30 րոպե, պետք է այդ մարդը հասկանա, որ ինքը ինձանից ստանում է հոգատարություն, ուշադրություն եւ սեր։ Ես հիմա համոզվեցի, որ ժողովրդի սերը վայելող փաստաբան արտահայտությունը եւ կոչումը ամենևին պատահական չէ, որ դե տրված։ Չեմ կարող ես ինքս ինձ գնահատել, բայց իրականում այո, ես այդ ջերմությունը ես սոցարթակում դա տեսա, հասկացա, փաստեցի, այո, ժողովրդի սերը վայելող փաստաբան։ Շնորհակալ եմ։ Ավելի շատ կանայք են դիմում փաստաբանի օգնության, թե տղամարդիկ, հատկապես որ դեպքում են խախտվում կանանց իրավունքները, չգիտեմ, հատկապես երբ են կանայք ցանկանում, որ իրենց կողքը մասնագետ լինի, հատկապես կին մասնագետ։ Հետաքրքիր մի օրինաչափություն ասեմ, ին վստահորդների մեծամասնությունը կանայք են։ Իրենց համար ես վստահություն եմ, ես չեմ կարող իսկապես չեմ կարող ինձ կողքից գնահատել, բայց այն, որ ինձ առավելապես դիմում են կանայք, դա այդպես է, այո։ Իսկ թե ինչ հարցերով են ավելի շատ դիմում, ընտանեկան հարցերով են դիմում, սեփականության հետ կապված վեճերով են դիմում, հատկապես այն ընտանիքներում, որտեղ օրինակ համարում են, որ աղջիկը ժառանգ չէ, եւ աղջկան չպետք է բաժնեմաս հատկացվի, սեփականության նշված վեճերով են հաճախ կանայք դիմում, տարբեր։ Օրինակ կին դիմողներ ունեմ, ովքեր իրենց զավակների, ինչպես նշեցի, քրեական վարույթներով են դիմում, շատ տարբեր, բայց կանանց հետ շատ եմ աշխատում։ Տիկին Թորոսյան, տարիներ առաջ գուցե Հայկինը կարող է ամոթի զգացում ունենալ, որ ընտանեկան որևէ հարցով պիտի դիմեր փաստաբանին։ Սա ամենևին չի նշանակում, որ ամենափոքր հարցերով ես խրախուսում եմ փաստաբանին դիմելը, բայց տարիների ընթացքում ձևավորվեց այո, նաև փաստաբանին դիմելու, փաստաբանի ծառայությունից օգտվելու մշակույթ։ Սա անշուշտ գովելի է։ Այո, գովելի է։ Ես ինքս շատ հաճախ փորձում եմ մարդկանց հեռու պահել մեզանից փաստաբաններից, որովհետև այն վեճերով, որոնցով հնարավոր է իսկապես իրենց հարազատների, ազգականների հետ ընդհանուր լեզու գտնել, ես միշտ հորդորում եմ գտնել այդ լեզուն եւ վեճը ավելորդ չտեղափոխել դատականացություն, որովհետև իրական ոչ մի լավ բան չեն շահում դրանից։ Բայց իհարկե ինչ խոսք լավ է, որ մարդիկ իրավագիտակցությունը ավելի բարձրացել է, ավելի նույնիսկ ավելի ամենափոքրիկ օրինակ հարցերում դիմում են փորձելով համոզված լինել իրենց իրավունքների մեջ, նույն աշխատանքային վեճերով են հաճախ մոտենում, այս առումով իհարկե գովելի է։ Աշխատանքային ձեր գործունեությունը մեր զրույցի սկզբում նկատեցիք, աշխատանքային ձեր գործունեությունը բավականին վաղ տարիքում սկսվեց եւ կարող ենք այստեղ նկատել փոքրիկ ճակատագրական դիպված, որի շնորհիվ, որի միջոցով փոխվեց ուղղությունը։ Ես իհարկե շատ շնորհակալ եմ իմ գործընկերներից, այն ժամանակ փաստաբաններից մեկն էր, ում հետ ես աշխատում էի որպես օգնական, դա Տիկին Բաբայանն է, փաստաբան Մարիետա Բաբայանը։ Մի օր ստացվեց այնպես, որ ես փոքրիկ փաստաթղթեր էի կազմում, այսպես հարցումներ էի կազմում, հարցումներ էի տանում, բերում, հաճախորդներին էի ընդունում, հեշտ չէր մեկ անձի մեջ տեղավորել 4 փաստաբանի օգնականի հասնիկը, եւ ես այո, շատ մեծ սիրով անում էի, եւ մի օր ուղղակի Տիկին Բաբայանը ինձ ասաց. «Անի, դու արդեն առանց մեր օգնության գրում ես հայցեր, դու կազմում ես բոլոր փաստաթղթերը, դու շատ խելացի ու լավ հարցեր ես տալիս, ինչու չես ուզում դիմես փաստաբանական դպրոց»։ Դե ասի, ես չունեմ իրավաբանական կրթություն, ասեց, ուրեմն սկսենք իրավաբանական կրթությունից։ Ես չունեի այն ժամանակ իրավաբանի կրթություն եւ քանի որ ինձ շատ հետաքրքիր էր, շատ է հետաքրքրվում իրականում եւ բազմաթիվ փաստաթղթեր ես կազմում էի, արդեն խնդրում էի, ասում էի ստուգեք, ի վերջո ես իրավաբան չեմ։ Ստուգում էին այդպես փոքրիկ շտրիխներ անում էին կամ նույնիսկ չէին անում եւ հանձնում էին դատարան։ Հետո այդպես Տիկին Բաբայանը դարձավ այն ճակատագրական մարդը, ով ինձ առաջարկեց սկսել իրավաբանի կրթություն եւ մտածելով, շատ կարճ մտածելով, ասացի անխոս ես ուզում եմ եւ ինձ շատ հոգեհարազատ է այս ոլորտը եւ այդպես ես նույնիսկ չհասկացա, չզգացի թե ինչպես անցավ շատ արագ իմ կրթության տարիները զուգահեռ իմ աշխատանքը ձևավորվեց այնպես, որ սկսեցի նախ իրենց օգնել, հետո արդեն իմ անձնական գործերը վերցնել։ Ես մինչ հիմա չեմ կարող հետհայաց գցել եւ հասկանալ, թե ինչպես անցավ այսքան տարի, որ ես դեռ
սիրով ու անխոս ու անտրտունջ իմ աշխատանքը կատարում եմ։ Նվիրվեցիք այդ գործին։ Այդ ճակատագրական դիպասների պակաս հետագայում ունեցավ կյանքում։ Ես կուզեի մի շատ հետաքրքիր դեպքի մասին էլ խոսել, սրա մասին եւս առաջին անգամ եմ պատմում։ Բոլորիս մոտ լինում են փուլեր, երբ հոգնում ես, երբ գալիս ես մի հարցի առջև, արդյոք սա քոնն է, թե քոնը չէ, գուցե դու այլ մասնագիտության պետք է շարունակիր։ Ինձ մոտ ինչպես զարմանալի չէ, մի օր եկավ այդ օրը, անցյալ տարի էր, եթե չեմ սխալվում։ Եվ կյանքում առաջին անգամ ես դուրս եմ եկել մեր տան բակ եւ ուղղակի երևի գերհոգնած վիճակ էր ինձ մոտ, ուղղակի երկինք եմ նայել եւ ասել եմ Աստված, ես հնարավոր է որ այս մասնագիտությունը իմը չէ։ Ես հոգնել եմ։ Ես հոգնել եմ մարդկանցից, ես հոգնել եմ ամեն ինչից։ Խնդրում եմ, ինձ հուշի, եթե սա իմը չէ, ես մտածեմ ինչ անեմ։ Այսպես ասած, հաղորդակցվեցի Աստծո հետ եւ նորից գնացի, շարունակեցի, գնացի Շենգավիթ դատարան, դատական նիստի։ Գնացի դատական նիստի, հետո դուրս եմ եկել քրեական գործովերի դեպ, դատախազը կին էր, բավականին շատ ինձ հարգելի դատախազ։ Իր հետ զրուցելով դուրս ենք գալիս դահլիճից եւ դեպի մուտք ենք մոտենում, մուտքի դուռ, ու այնտեղ մայր ու աղջիկ ընդհատեցին մեր խոսակցությունը, Տիկին Թորոսյան, նայում չեմ ճանաչում, ասում եմ կներեք, դատախազն է ասում է ովքեր են, ասում չեմ ճանաչում։ Բա խնդրում եմ չգնաք սպասեք, ասում եմ շատ բարի կսպասեմ։ Ու այդ կինն էլ իրեն վատը զգում, դատախազն ասում է տեսեք ինչ են ասում, որովհետև արդեն խանգարում են մեզ։ Ինչև է, ճանապարհեցի, հետ վերադարձա, ասում է դուք Անի Թորոսյանն եք, չի ասում այո։ Ասում է դուք ինձ ժամանակին շատ եք օգնել, ինչ չեք հիշում։ Դե տարիները անցել են, փոխվել է, ասում կներեք չեմ հիշում։ Ասում է ու նկարագրում է թե որ գրասենյակում է ինձ մոտեցել, ինչ հարցով է մոտեցել, ասում եմ ոնց որ թե հիշեցի, ասում է ես այն ժամանակ գումար չունեի, դուք ինձ ուղակի հայցը գրեցիք, տվեցիք, հետո ուղղորդեցիք, այսինքն ընթացքում նիստից նիստ ես գալիս եմ ձեզ մոտ, դուք ինձ ուղղությունը տալիս եք, ես գրում եմ շարունակում եմ այդպես ու իմ հարցը լուծվեց։ Դուք ասում եք այդպես էլ չհիշեցիք, ասում եմ կներեք ոչ, իսկապես չհիշեցի։ Ու աղջիկը ինչ է ասում է էլի հուզվեցի։ Ասում է Տիկին Թորոսյան, ուրեմն ես երբ որ դուրս եի գալիս, ինչու եմ նախ եկել Շենգավիթ դատարան, ինչու էի ձեզ այստեղ փնտրում։ Որովհետև երբ որ ձեր գրասենյակը ժամանակին Շենգավիթ վարչական շրջանում էր, ենթադրեցի, որ դատարանի աշխատակիցները կուղղորդեն եւ ձեր կոնտակտները կտան։ Ու ասում է եկել եմ այստեղ, գրասենյակում հարցրել եմ ով ունի Տիկին Թորոսյանի հեռախոսահամարը, ու դուք հայտնվում եք իմ առաջ։ Հիմա ու ասում է աղջիկն ասում է գիտեք ես առավոտ Աստվածաշունչ եմ կարդացել որ ձեզ գտնեմ։ Գտակ ձեր հարցի պատասխանը կա ավելի մեծ վարձատրություն կասար։ Հավանաբար չէ։ Ես հենց ու ես իրեն ասացի, կնոջը ասացի դու որ Աստվածաշունչ ես կարդացել որ ինձ գտնես, եթե դու իմանայիր թե ես մի քանի ժամ առաջ ինչ էի Աստծուն խնդրում։ Ու այդպես դա ինձ համար շատ խորհրդանշական դեպք էր իրականում եւ դրանից հետո ասացի Անի դու այլևս իրավունք չունես նույնիսկ կասկածել որ սա քո մասնագիտությունը չէ։ Այո, ի վերջո յուրաքանչյուրս մեր անելիքն ունենք այս երկրի վրա։ Տիկին Թորոսյան ասում են լավ իրավաբանը կստիպի ձեզ հավատալ անգամ որ մարդն է կծել շանը եւ ոչ հակառակը։ Այ ինչքանով եք այս հատկապես կանանցի որովհետև ես մտածում եմ որ ամեն դեպքում կին լինելը ինչպես ամենուր այստեղ եւս իր առավելությունն ունի ինչքանով է այս հանգամանքը օգնում իրականում շատ օգնում է ճիշտ տրամաբանությունը լավ տրամաբանությունը եւ բազմակողմանի զարգացվածությունը որովհետև ամեն գործ չէ որ դու գործ ունես զուտ փաստաթղթերի հետ գործեր են լինում, որ քեզ պետք է լինում նվազագույն, օրինակ նվազագույն ենթադրենք գիտելիքներ բժշկության ոլորտից կամ օրինակ ես մի գործով երբ հրավիրել էի հարցաքննության արվեստաբան փորձագետների ես ստիպված մոտ 1 ամիս ուսումնասիրում էի այդ ոլորտը, այսինքն շատ օգնում է, երբ որ դու քո մասնագիտության հետ կապված ուսումնասիրում ես նաև ամեն ինչ, ինչը կարող է օգնել, եւ նման պարագայում այո կարող է օգնել։ Օրինակ քիչ չեն լինում, երբ դատա ավտոտեխնիկական փորձաքննությունների ընթացքում, երբ նշանակում է փորձաքննություն, երբեմն փորձագետները քեզ ասում են դուք ինչ է ավտոտեխնիկ եք, որ այսքան գիտելիք ունեք եւ կարողանում եք մեզ հետ զուգահեռ խոսել կամ քննարկել,
Այսինքն այս մասով օգնում է այո։ ինքնակատարելագործումը եւ յուրաքանչյուր ոլորտում անկախ նրանից դու այս պահին ինչ գործի հետ ես աշխատում, փորձել գոնե գիտելիքներ ձեռք բերել, նաեւ փոքրիկ գոնե մինիմալ գիտելիքներ ձեռք բերել այդ ոլորտում։ Եվ դա ինձ բավականին օգնում է, այո։ Տիկին Թորոսյան, իրավաբանը կարող է ճակատագրեր փրկել, կարող է նաև ճակատագրեր խեղել։ Եվ ստացվում է նաև լինում են դեպքեր, վստահ եմ, որ ամեն ինչ չէ, որ օրենքով պիտի լուծվի, չգրված օրենքներ կան, որոնք այո գործում են, պիտի գործեն։ Արդյոք այս դեպքերի առնչվել եք ու լուծում այստեղ որն եք տեսել։ Շատ եմ առնչվել եւ միշտ ես շարժվում եմ այն փիլիսոփայությամբ, որ իրականում կյանքում ամեն ինչ իր գինն ունի եւ ամեն սխալ իր գինն ունի։ Եթե լինում է, որ իմ վստահորդները դիմում են ինձ այնպիսի խնդրով, որ կարելի ասել արդեն իսկ անլուծելի իրավիճակի առջև են կանգնած։ Փորձում ենք բնականաբար փրկել իրավիճակը, բայց այն գիտակցությամբ, որ եթե մեզ հաջողվեց փրկել իրավիճակը, ապա դա միայն, այսպես ասած, շատ մեծ հաջողություն կլինի։ Իսկ եթե ոչ, ապա պետք է ընդունել այն իրողությունը, որ ի վերջո արդեն այնպիսի սխալ է կատարված, այնպիսի սխալ է թույլ տրված, որը իրավական հետևանքը ցավոք թողել է։ Եվ պետք է այո համակերպել իմ հիմնականում ես մարդկանց չեմ փորձում կապել իրենց ամբողջ կյանքն ու ճակատագիրը կոնկրետ այդ գործի հետ, որովհետև այդ դեպքում այո կարող է խեղվել մարդու ճակատագիրը, օրինակ տվյալ գործով ենթադրենք իր հայցը մերժվելու դեպքում։ Ուղղակի պետք է կարողանալ ճիշտ բացատրել, եթե ճիշտ բացատրում ես եւ մարդը հասկանում է, որ շատ բարի իմ հայցը բավարարվեց, ապա դա միայն ինձ համար, ես ասած, գտած հաջողություն էր, իսկ եթե չբավարարվեց, ապա դա իմ սխալի արժեքն էր։ Լավ, փաստաբանը պիտի նաև մի փոքր հոգեբան լինի։ Ես կասեի մի փոքր չէ շատ։ Շատ, որովհետև դու ուղիղ գործում ես մարդու հոգեբանության հետ եւ նույնիսկ ամենածանր իրողությունը դու կարող ես մարդուն մատուցել այնպես, որ մարդուն չկոտրես ներսից։ Եվ քիչ չեն ցավոք մեր շրջապատում մասնագետներ, ովքեր նույնիսկ կարող է իրավական տեսանկյունից բավականին ճիշտ եւ ճշգրիտ խոսեն, բայց չհասկանալով կամ չտեսնելով, որ դիմացը կոտրեցին մարդուն իր ամբողջ ներքին աշխարհով։ Այո։ Իրավաբանության մեջ ընդունված է նեղ մասնագիտական ուղի գծելը։ Այ ինձ հետաքրքիր է Անի Թորոսյանի համար կա այսպես գծված ուղի, թե դաշտը բաց է։ Յուրաքանչյուր տեղ հաջողությունները հավասար գրանցվում են։ Անահիտ ջան, ինձ մոտ այսպես կառուցվեց, քանի որ ես օգնում էի քաղաքացիական գործեր վարող փաստաբանների, ինձ շատ հոգեհարազատ էր քաղաքացիական իրավունքը եւ քաղաքացիական դաշտում սկսեցի։ Բայց ընթացքում բնականաբար հաջողություն ունեի, բայց ընթացքում անընդհատ ինձ այսպես ասած ստվերի պես հետևում էր քրեական գործերը, որովհետեւ ինձ շատ հետաքրքիր էր։ Որոշեցի ուղղակի փորձել իմ ուժերը քրեական ոլորտում եւ քրեական ուղղությամբ։ Եվ պատկերացրեք, շատ հետաքրքիր ու շատ լավ հաջողություն ունեցա քրեական գործերով, որովհետեւ երևի ուշադիր էր իմ աչքը, ավելի շատ բան էի նկատում։ Ստացվեց այնպես, որ քաղաքացիականով արդեն ես ունեի բավականին փորձ եւ քրեականով էլ սկսեցի հաջողություններ գրանցել։ Որոշեցի, որ շարժվեմ այսպես։ Սիրում եմ քրեականը, վարեմ ավելի շատ քրեական գործեր, բայց քաղաքացիականը բաց չթողնեմ, որպեսզի չկորի այն պահուստը ունեցած հավաքած փորձը, որպեսզի պահպանեմ։ Եվ գործերի ավելի քիչ մաս հիմա վարում եմ քաղաքացիական, որպեսզի ուղղակի պահպանեմ իմ փորձը, իսկ մեծամասամբ վարում եմ քրեական գործեր։ Թեև սոցիալական ցանցերից ինձ ճանաչում են որպես միմիայն քաղաքացիական գործեր վարող, սեփականության ժառանգության գործերով փաստաբան, բայց բացեմ այդ գաղտնիքը իմ գործերի մեծամասնությունը քրեական գործեր են։ Կնոջ փխրուն ուսերին այդչափ ծանր գործեր հեշտությամբ եք կրում։ Միակ խանգարող հանգամանքը, որ մինչ օրս կա, դա ընտանիքի եւ ընտանիքի անդամներին պատշաճ եւ այն չափով ուշադրություն տրամադրելն է, որ չափով որ կուզենայինք։ Ինձ թվում է միայն ինձ մոտ չէ այդ խնդիրը, բոլոր կին փաստաբանների մոտ է այդ խնդիրը, քանի որ իսկապես երբ որ գործը սիրում ես, մասնագիտությունը սիրում ես, դու այնպես ես ընկղմվում այդ process-ի մեջ, որ չես նայում հանգստյան օր, չես նայում հանգստյան ժամ,
շաբաթ կիրակի 24/7 դու աշխատում ես, շատ սիրով ես աշխատում եւ ես շնորհակալ եմ իմ ընտանիքին, որ այսպես համբերատարությամբ դիմակայել են իմ այս ռեժիմով, այս գրաֆիկով աշխատանքին, որովհետեւ իսկապես օրեր են եղել, որ ուղղակի միայն երեկոյան շատ ուշ եմ ես տուն հասել, այսինքն այս առումով տուժում է իմ ընտանիքը, իհարկե, իմ միակ խնդիրը այս պահին դա է։ Բայց հասկանում է նաև։ Այո, իհարկե հաջողություն, հարթած, հաջողություն գրանցած կնոջ յետևում ես վստահ եմ, որ շատ խելացի ու շատ խելամիտ տղամարդ է կանգնած։ Անխոս Օգնում է ձեզ։ շատ։ Ձեր զավակները ձեր ուղին չշարունակեցին։ Ոչ, եւ գուցե դա իմ սխալն էր, որ իրենք չշարունակեցին, որովհետեւ երբ մի օր որդուս հետ խոսեցի, իդեպ կրթությամբ հենց իրավաբանականը ավարտել իմ տղան, երբ ասի լավ, ինչու չես ուզում շարունակել, ասեց այն ինչ որ ես եմ տեսել, երբ որ դու մինչև գիշերվա 2 եւ 3 կարող ես նստես վճռաբեկ բողոք գրես եւ այս տանջանքները որ դու տանում ես եւ դու այս ապրումները որ դու ունենում ես քո վստահորդների համար, ես պատրաստ չեմ դրան։ Գուցե դա իրենց ավելի վախեցրեց, երբ որ հասկացան, որ մարդ կարող է իր կաշվից դուրս գալով աշխատել, դա իր ընտրությունն է, ես հարգում եմ ընտրությունը։ Տիկին Թորոսյան, գուցե առաջին հայացքից տպավորություն է լինում, որ իրավաբան կինը պիտի շատ խիստ հայացքներ ունենա, բնավորությամբ տեսակով շատ խիստ լինի, բայց ինձ թվում է, որ այդ շատ խիստ առաջին հայացքից խիստ թվացող մարդու ներսում շատ փխրուն կին է ապրում, սխալվում եմ։ Իրականում եւ այո եւ ոչ, որովհետեւ չես կարող ներսում լինել փխրուն եւ վարել այնպիսի գործեր, երբ դու գործ ունես մարդկային ծանր հանցագործությունների հետ, լուրջ եւ ծանր ապրումների հետ, այսինքն դու պետք է կարողանաս այնպես աշխատել, որպեսզի դա չվնասի քո հոգեբանությանը, դա չվնասի քո եսին։ Այս առումով ես բավականին փխրուն եղել եմ եւ էմոցիոնալ եմ մինչ օրս, բայց ես բավականին անշուշտ ինձ վրա աշխատել եմ եւ ամրացել եմ շատ-շատ։ Իսկ հեշտությամբ է ստացվում կտրվել այդ ծանր իրավիճակներից, դատարանից, ու այդ ամբողջը թողնել դռների ետևում եւ խաղաղ գալ տուն։ Այո, շատ հեշտ։ Շատ հեշտ։ Ես սիրում եմ շատ երաժշտություն, սիրում եմ նկարել, այսպես ասած, ես կարողանում եմ այդ բալանսը հասցնել պահել եւ այո, ես կարողանում եմ դա անել, որը շատ կարևոր ու պետքական է։ Ես ինձ մոտ դա ստացվում է։ Ես իմ առաքելությունը տեսնում եմ այնտեղ, որտեղ մարդն է իր ապրումներով, իր հույզերով, իր խնդիրներով եւ մարդն է, ում ես կարողանում եմ նույնիսկ եթե գործը չստանձնեմ, ուղղակի 30 րոպե, 40 րոպե իր հետ զրուցելով իր աշխարհայացքը նույնիսկ երբեմն փոխել։ Այս իմաստով իմ առաքելությունը ես տեսնում եմ այդտեղ։ Եթե դա կլինի իրավաբանի դերում, դա կարող է լինել որպես իրավաբան, եթե չլինի իրավաբանի դերում, ապա ես չգիտեմ դրա անունը ինչ է։ Ես կարողանում եմ մարդկանց հետ աշխատել, բացատրել եւ մարդիկ ինձ հետ խոսելուց եւ կարողանում են ճիշտ վերլուծել իրավիճակը եւ ճիշտ հետևություններ անել։ Սա ես կարծում եմ իմ ամենաուժեղ կողմն է։ Իսկ ընտանիքում այնց հետաքրքիր է տանը, ինչպիսին է Անի Թորոսյանը։ Վերափոխում է, թե նույն Անի Թորոսյանի մասին եք խոսում։ Անպայման, մենք ունենք շունիկ, ես իմ շունիկի հետ օրվա մեծ մասը անցկացնում եմ իմ շունիկի հետ, Անի Թորոսյանը տանը սիրում է զբաղվել իր ընտանիքի անդամների հետ, զբաղվել խոհարարությամբ, կին ինչպես մյուս կանայք։ Տիկին Թորոսյան, սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ փաստաբանի աշխատանքը սկսվում, ընթանում, ինչու՞ չէ նաև ավարտվում է հաճախորդի հետ ճիշտ շփումից, ճիշտ աշխատելիս։ Իհարկե, իհարկե։ Այստեղ ունենք բաց։ Այստեղ իրականում շատ դժվարություններ ունենում են բոլորս ենք ունենում, բայց քիչ թե շատ ճանապարհ անցած մասնագետները փորձ են ունենում գոնե ճիշտ աշխատելու, իսկ օրինակ ինձ շատ իմ երիտասարդ գործընկերներն են դիմում այն խնդրով, որ օրինակ հաճախորդների հետ չի ստացվում աշխատել։ Պարզ ասած էներգետիկան այնպեսին է լինում օրինակ հաճախորդի, որ իրեն շատ գործը հետաքրքիր է, բայց հաճախորդի չի ստացվում աշխատել։ Եվ այս առումով շատ դժվարության մեծ մասը կարելի ասել այս առումով է, քանի որ եթե դու գործը վերցնում ես, փաստաթղթերը ուսումնասիրում ես եւ օրենսդրությունը գիտես,
Այդ կազմելը եւ գրելը եւ դատարանում հանդես գալը դժվար չէ։ Դժվար է հաճախորդի հետ աշխատելը, երբ որ դու գործ ունես տարբեր խառնվածքների հետ, տարբեր էներգետիկաների հետ ես աշխատում եւ այս առումով երբ կան հաճախորդներ, ովքեր ուղակի փորձում են, այսպես ասած, ամբողջ քո էներգիան կլանել ու գնալ, այդ նեգատիվի հետ աշխատելն է դժվար, այդ պատճառով պետք է կարողանալ նաեւ ճիշտ դնել այդ սահմանը, ճիշտ կարողանալ պաշտպանվել այդ վատ էներգիայից, որովհետեւ հետագայում դա ուղիղ կանդրադառնա։ Ես իմ գործընկերներից իհարկե անուն չհնչեցնեմ, փաստաբան եմ ճանաչում, ով մի քանի այդպիսի հաճախորդների շնորհիվ հիասթափվեց ամբողջությամբ մասնագիտությունից եւ թողեց փաստաբանություն, որովհետեւ ասած ես հասկացա, որ ես հոգեպես պատրաստ չեմ այդպիսի նեգատիվ մարդկանց հետ աշխատել։ Տիկին Թորոսյան, բայց ի վերջո մի բան կարող ենք նկատել, որ փաստաբանությունը նաև այն փաստաբանը, նաև այն մասնագետն է, ով գործ ունի ոչ թե թղթերի, ոչ թե փաստաթղթերի հետ, այլ հենց մարդու հետ։ Այդ դա պետք է կարողանալ անել։ Դա պետք է կարողանալ անել, որ ես միշտ ինձ հետ աշխատող ավելի երիտասարդ կադրերին միշտ առաջնային դա եմ սովորեցնում, որովհետև եթե դու քո մասնագիտությունը շատ լավ իմանաս, բայց չկարողանաս մարդու հետ շփվել, դա քեզ խիստ կխանգարի։ Այո։ Եվ դա է պատճառը, որ այսօր ունենք բարձրագույն կրթությամբ շատ իրավաբաններ, ովքեր չեն աշխատում իրենց մասնագիտությամբ։ Ինչպես տարիներ առաջ, այնպես եւ այսօր ամենաշատ պահանջարկ ունեցող մասնագիտությունների թվին է պատկանում։ Այո։ Քանի դեռ արհեստական ինտելեկտը չի մտել մեր ոլորտ, առայժմ այո։ Բայց այսպեսի մի հարց տամ, ձեր կարծիքով ինչ որակումներ պիտի ունենա մարդ լավ փաստաբան լինելու համար։ Իհարկե դա անհրաժեշտ պայման է, որ տիրապետի օրենսդրությանը, բայց նաև ոչ պակաս կարևոր է, որպեսզի կարողանա մարդկանց հետ շփում ունեն, հասկանալ մարդու հոգեբանությունը եւ ճիշտ կարողանալ շփվել մարդու հետ, որովհետեւ դիմում են այնպիսի մարդիկ, ովքեր խնդրեմ ունեն, ովքեր օրինակ տուն են կորցրել, հարազատ են կորցրել, կամ կանգնած են այդ վտանգի առջև, կամ կանգնած են օրինակ երկարատև ժամանակով դատապարտվելու առջև, եւ մարդիկ այսպես ասած առողջ հոգեվիճակում չեն եւ պետք է կարողանալ այդ հոգեվիճակում մարդկանց հետ ճիշտ աշխատել, որպեսզի ավել չլարել, բայց նաեւ վարդագույն չներկայացնել ամեն ինչ։ Իսկն կարողանալ իրենց բերել այն հարթության, որ մարդիկ առողջ կարողանան հասկանալ իրենց խնդրի բարդությունը եւ շարունակել աշխատել ձեզ հետ։ Դժվարը դա է։ Շնորհակալ եմ անկեղծությունի համար եւ հաջողություն եմ մաղթում ձեր աշխատանքային գործունեության ընթացքում։ Հաղորդման գործընկեր նոր արքայազոր ռեստորանային համալիր։ Սիրով բոլորին հրավիրում ենք նոր արքայազոր ռեստորանային համալիրի փակսրահ վայելելու ամենօրյա շոու ծրագրերը եւ համեղ խոհանոց։